Յանը խնդրում ազգային ժողովի նախագահ Գովիկ Աբրահամյանը։ Համեցեք, պարոն Աբրահամյան։ Կարող եք հանգստանալ, պարոն Այվազյան։ Հարգելի գործընկերներ, կառավարության հարգելի անդամներ, իհարկե ես մի պահ գայթակղվեցի եւ ցանկանում էի Նիկոլ Փաշինյանի պատասխանել, բայց հետո մտածում եմ, որ մաղձին պատասխանելը անիմաստ է եւ այս մի քանի օրվա ընթացքում խորհրդարանում շահագրգիռ սուր եւ լուրջ քննարկումներ են տանում վերահսկիչ պալատի հաշվետվության վերաբերյալ, որը ես դրական եմ գնահատում։ Այս քննարկումները միանգամայն բնական են եւ տեղավորվում են ժողովրդավարության շրջանակներում։ Քաղաքական մեծամասնությունը իշխանությունն ինքն է խոսում իր սխալների եւ բացթողումների մասին, միայն ուժեղ իշխանությունը կարող է խոսել բացթողումների եւ շարքումների մասին։ Մեր նպատակը որևէ մեկի վրա անիմն ցեղ շպրտելը չէ, այլ չարաշահումների բացառումն է։ Ինչը որոշ քաղաքական ուժեր, պատգամավորներ, լրատվական միջոցներ շատ վատ են տանում եւ վիրավորվում են, որ մենք խոսում ենք մեր բացթողումների մասին, մեր սխալների մասին։ Ես ուզում եմ բոլորին հավաստիացնել, որ հանրապետական կուսակցության ղեկավարը, որը նաեւ հանրապետության նախագահն է, մեր քաղաքական մեծամասնությունը որևէ մեկին պաշտոն առաջարկելու ընթացքում եւ դրանից հետո չունի որևէ պայման, որ իրանք պետք է գնան այդ պաշտոնը ստանձնեն եւ զբաղվեն չարաշահումներով, թալաններով կամ չգիտեմ այլ յուրացումներով։ Եվ դրա համար մենք զարմանում ենք։ Իմ զարմանքը որոշ մարդկանց զարմացնում է, թե ինչու եմ ես զարմանում։ Ես զարմանում եմ, որովհետեւ մենք նման պայմանավորվածություն չունենք որևէ մեկի հետ, որևէ նախարարի, որևէ գերատեսչության ղեկավարի, որևէ մարզպետի, որ իրանք պետք է գնան այդ պաշտոնում եւ զբաղվեն չարաշահումներով։ Եվ դրա համար եմ ասում, մենք դրա համար ենք զարմանում, դրա համար ենք խոսում, դրա համար ենք քննադատում։ Եվ չունենք նման պայմանավորվածություն։ Այո, եւ մենք ակնկալում ենք, որ պատկան մարմինները պետք է պատասխանատվության ենթարկեն նման չարաշահումները։ Բայց այս ընթացքում ես հասկացա, որ կան նաեւ վերահսկիչ պալատի նախագահի հաշվետվության մեջ անհամապատասխանություններ, որ մարդիկ կա, որ իրենք հիմնավորում են, որ նման չարաշահումներ, խախտումներ, թալաններ չկան։ Եվ դրա համար մենք որևէ ձևաչափ պետք է մտածենք, որ այս դահլիճում, այս պատասխանատու թիվ 1 ամբիոնից հնչեն հիմնավոր մեղադրանքներ։ Եվ վերահսկիչ պալատի հաշվետվության քննարկումները թերևս առավել արդյունավետ կլինեն, եթե կիրառվեն հետևյալ երկու մոդելները, որ ես հիմա պետք է առաջարկեմ ազգային ժողովին։ Վերահսկիչ պալատի հաշվետվությունը քննարկվի ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովներում գործադիր իշխանության համապատասխան կառույցների մասնակցությամբ։ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում կատարենք համապատասխան փոփոխություններ եւ վերահսկիչ պալատի հաշվետվության քննարկմանը մասնակցեն վերահսկիչ պալատը, կառավարությունը եւ գլխավոր դատախազությունը։ Վերահսկիչ պալատի նախագահին եւ Հայաստանի Հանրապետության նախագահի առաջարկությամբ նշանակում է ազգային ժողովը։ Քաղաքական մեծամասնությունը ազգային ժողովի ձևավորում է կառավարությունը։ Հետևաբար ազգային ժողովը եւ մասնավորապես ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունը պատասխանատվություն է կրում կառավարության գործունեության համար։ Ազգային ժողովը արբիտրի դեր պետք է կատարի վերահսկիչ պալատի եւ կառավարության նկատմամբ։ Չարաշահումները արմատախիլ անելու բանալին վերահսկիչ պալատի կառավարության, դատախազության եւ ազգային ժողովի համագործակցությունն է։ Նաեւ մեր բոլորի հետեւական լինելը յուրաքանչյուր չարաշահում մինչև վեճ որպեսզի պատժվի։ Չարաշահումների պատճառների թվում նշվեց մասնավորապես շինարարական նորմատիվների, ստանդարտների, չափորոշիչների, մրցույթների անցկացման նորմատիվային բազայի բացակայությունը։ Առաջարկում եմ կառավարությանը ժամկետ տալ, օրինակ 6 ամիս ժամկետ տալ, մասնավորապես շինարարական բնագավառի նորմատիվները ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու համար։ Նույն մոտեցումը պետք է կիրառել գնումների բնագավառում։ Քննարկումները ցույց տվեցին, որ չարաշահումների պատճառների թվում էական է օրենսդրական դաշտի խնդիրը։ Ես առաջարկում եմ կառավարությանը, վերահսկիչ պալատին, նաև մեր համապատասխան մշտական գործող հանձնաժողովներին միասին քննարկել եւ ազգային ժողովի ներկայացնել համապատասխան օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որը կնպաստի չարաշահումների բացառմանը։
Միանգամայն բնական է, որ վերահսկիչ պալատը եւ կառավարությունը ներկայացնում են փաստակներ եւ համափաստակներ, իսկ ազգային ժողովը հանդես է գալիս արբիտրի դերում։ Եվ ճիշտ է, որ ազգային ժողովը չի հաստատում վերահսկիչ պալատի հաշվետվությունը, այլ միայն իգիտություն է ընդունում, որովհետև հակառակ պարագայում դրանով կխաթարվի վերահսկիչ պալատի անկախությունը եւ վերահսկիչ պալատն անկախ մարմնից կվերածվի ազգային ժողովի կցորդի։ Ես ցանկանում եմ իմ գործընկերներին հավաստիացնել, որ մենք անկեղծ ենք մեր ելույթներում, մեր ձևակերպումներում, մեր գնահատականների մեջ եւ որևէ մեկի հասցեին անիմն որևէ մեղադրանք ցանկություն չունենք մենք ներկայացնելու։ Այլ մեր խնդիրն է, որ այն պաշտոնյաները, որոնք կոչված են իրենց առաքելություն իրականացնել, իրենց վատ աշխատանքով, իրենց չարաշահումներով ցեղ չշպրտեն մեծամասնության հանրապետական կուսակցության վրա է։ Դա մեր մոտեցումները։ Ես ցանկանում եմ նաև ավարտելու իմ խոսքս մեզ համար նաև ձևակերպել, որ անընդունելի է, որ վերահսկիչ պալատը ներկայացնի փաստեր եւ հիմնավորումներ չարաշահումների մասին եւ ազգային ժողովը լռի, այլ իր վերաբերմունք ցուցաբերի։ Ես առաջարկում եմ այս փաստաթուղթը ուղարկենք դատախազություն եւ ոչ կառավարությունը, ոչ ազգային ժողովը, ոչ էլ վերահսկիչ պալատը իմ կարծիքով իրավասու չէ հիմնավորել որևէ չարաշահում, այլ մենք ուղարկենք եւ նաև գլխավոր դատախազությանը առաջարկենք, որպեսզի այդ գործընթացների մասին պարբերաբար տեղեկացնի ազգային ժողովին, կառավարությանը եւ վերահսկիչ պալատին։ Եթե մեր բոլորի նպատակն է անել ամեն ինչ, որպեսզի չարաշահումներ չլինեն մեր երկրում, այս մոդելը, այդ ձևաչափը ճիշտ է։ Եվ շնորհակալություն կհայտնեմ այն բոլոր իմ գործընկերներին, ովքեր կառաջարկեն ավելի լավ արդյունավետ տարբերակներ։ Եվս մեկ անգամ ուզում եմ ասել, որ այս ամբիոնից հնչեցնել անհիմն մեղադրանքներ, չարաշահումների, թալաների նկատմամբ եւ հանրության մոտ ստեղծել մի կարծիք, որ դա համակարգված թալան է, ես դեմ եմ եւ քննադատում եմ նման մարդկանց։ Եվ հորդորում եմ ազգային ժողովի ամբիոնը չօգտագործեն հանրությանը թյուրիմացության մեջ գցելու, այլ իրական պատկերը ներկայացնել եւ թող նաեւ որոշ իմ գործընկերներ մեզ մեղադրեն, չքննադատեն, որ մենք զարմանում ենք որոշ գործառույթների վրա, այո, զարմանում ենք։ Եվ ուզում եմ կրկնել, չունենք պայմանավորվածություն որևէ մեկի հետ, դրա համար զարմանում ենք։ Եվ զարմանում եմ նաեւ իրենց համարձակության վրա, որ նման քայլ են գնում հասկանալով, դիտակցելով, որ իրենք պատժվելու են։ Ես ուզում եմ, որ մենք լինենք անկեղծ մեր ձևակերպումների մեջ, մեր քննադատությունների մեջ, մեր մեղադրանքների մեջ եւ որևէ մեկը թող չմտածի, որ մենք չենք մտածում կամ չենք գիտակցում, որ մենք բոլորս պատասխանատու ենք մեր գործողությունների համար, մենք պատասխանատու ենք եւ շատ լավ գիտակցում ենք եւ դրա համար մեծամասնություն ենք։ Շնորհակալ եմ։